Քան հնարավոր է պետք է պահել մեր խաղաղությունը, լսում եմ ձեզ։ Պարոն նախարար, ձեր քաղաքական օպոնենտներից մասնավորապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հաճախ է հայտարարում, որ Արցախցիների վերադարձի իրավունքին հետամուտ են լինելու։ Ես խնդրում եմ, որպես նախարար ասեք, աշխարհում կա մեկ ժողովուրդ, ազգ կամ հանրույթ, որ օգտվել է վերադարձի իրավունքից եւ վերադարձի իրավունք ասածը ինչ կարգավիճակ է ենթադրում վերադարձողների համար։ Ճիշտ ասած, հիմա դուք տալիս եք հարց, որը ես եմ սովորաբար երբ որ առիթ ալնում, այդ թվում խորհրդանում եւ հանձնաժողովի աշխատանքների ֆորմատով։ Երբ որ ասում են վերադարձի իրավունք, ասում եմ մի հատ խնդրում եմ, ինձ կասեք դետալիզացված, այդ վերադարձը ոնց է իրականացվելու, ինչ պայմաններով։ Ենթադրենք, ընդեղ դռները բացում են, ասում են եկեք, ստեղ էլ են մարդիկ, ովքեր ուզում են գնան, գնում են։ Խնդրում եմ ինձ նկարագրեք պայմանների, եթե չասեմ ամբողջությունը, գոնե մասնակիորեն։ Արդյոք դա նշանակում է գնում եք եւ լինում եք անկախ պետություն, թե լինում եք Ադրբեջանի քաղաքացի, Ադրբեջանի անձնագրով գնում եք դպրոց, որտեղ հայերեն չկա, թե հայերենը հերիք է, թե օրինակ ոստիկանությունում այդ որոշակի տարածքում անպայման պիտի լինեն հայազգի ոստիկաններ, թե ադրբեջանցի ոստիկանը նորմալ է, դատարանը, եւ այս կարգի տասնյակներով հարցեր, որովհետեւ այդ հարցի պատասխանից շատ մեծ բան է կախված եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն կանան տեսնել այդ մարդկանց անկեղծությունը եւ անցյալի մասով, երբ որ իրանք մաքսիմալն են պահանջում եւ երբ որ մենք ասում ենք նշաձողը որ իջացնենք լուծումներ կգտնվեն, մեզ դատապետում էին այդ ազգային բաներին դավաճանելու համար։ Հիմա տեսնենք կարող է պարզվի այդ մարդկանց նշաձողը տասնյակ անգամներով ավելի ցածրային նշաձողից, որի մասին մենք էինք այդ օրերին խոսում։ Ես վախենամ հենց տենց էլ պարզվի, դրա համար այդ մարդիկ որևէ կերպ չեն կոնկրետացնում բան վերադարձածելով ինչ նկատի ունեն։ Խնդրում եմ ինձ ինչքան ուզում եք հարց տվեք, բայց այդ մարդկանց տեսնելուց մի հատ իմ կողմից հարց տվեք, ասեք Արարատ Միրզյանը ձեզ հարց է տալիս։ Ինչպես եք պատկերացնում Լեռնային Ղարաբաղի իսկ վերադարձի իրավունքից օգտված ժողովուրդը արձանագրենք, ոնց որ իրանք էլ են ընդունում, որ դա իրանք։ Իսկ դե գիտեք, այտենց հիմա ճիշտ ասած տես չեմ նայել, հիմա հնդածս փորձում եմ հարցը տվեցիք, հիշեմ պատմության լայն ժամանակագրությամբ եւ աշխատանքությամբ, այս պահին մտքից չի բան գալիս, բայց չեմ բացառում որ եղած լինի։ Եվ դա կարևոր էլ չի, կարող է պարզվի ընդհանրապես չի եղել, կարող է պարզվի 3 դեպք եղել է։ Հասկանում եք, բայց ես ասում եմ այսօր այդ հարցը որ մարդիկ ձեզ բարբոր բարձրացնում են, այդ մարդիկ, որ 30 տարի մի ամբողջ ժողովրդի Հայաստանի Հանրապետությունում եւ Լեռնային Ղարաբաղում մի ամբողջ ժողովրդի քթից բռնած տարել են, արունակ են արեն, արունակ հստակ իմանալով որ իրանց ուզած լուծումը իրատեսական չի, մարդիկ են մոլորության մեջ են եղել, այդ թվում ես նորից չեմ ուզում ամեն անգամ ուզում եմ իմ մեղքը շեշտեմ, որ հանկարծ չմտածեք ես դիստանցավորում եմ դրանից։ Խաբել են, հիմա էլ են ուզում այդ նույն նարատիվներով խաբել մարդկանց։ Այս համատեքստում եւս մի հարց պարոն նախարար ձեր թույլտվությամբ։ Հիմա եկեք, շատ լավ։ Հարցը լեգիտիմ է, առաջարկում եմ եկեք հստակեցնենք։ Ինձ եւ մեզ ուղված մեղադրանքը ինչու՞մն է, որ ժամանակին չենք գնացել շատ ցավոտ կորուստների, սա մի իրավիճակա մի պատասխան է ընդհանուր, թե չենք կռվել, թե կռվել ենք, զոհերը տվել ենք, թե պետք է չտայինք հանձնելով, թե որտեվ այս մեղադրանքների մեջ իրար մեջ մեծ հակասություն կա։ Եթե երկու տարբեր մարդ ամեն մեկը իմ այդ մեղադրանքներից մեկը ուղի, մեկը ասի դուք հիմարեիք եւ չգնացիք լուծումների, ջանդամ թե ժողովուրդը դա չէր պաշտպանում, չտվեցիք հողերը, սա մի մարդ ասի, եւ այն մյուս մարդը ասի, որ դուք պետքա կռվեիք մինչև վերջ, շատ եւ հիմա էլ կռվեք եւ չգիտեմ, կապ չունի, տարբերություն չկա, Հայաստանի Հանրապետություն եւ Լեռնային Ղարաբաղ անջատ չկա եւ այլն, այսպես բաներ ասեն։ Այս հլելի հնարավոր է համակերպվել այս իրականության հետ առանձին մեղադրանքները փորձել հասցեագրել, բայց երբ որ դրանք նույն մարդիկ են ասում, հիմա ինձ հետաքրիր է էլի, ես ինչու եմ մեղավոր, որ հողերը տվել եմ, թե չեմ տվել, որ զոհեր եղել են, թե չեն եղել, այս որ իրանք բան անեն, գան եզրակացության տարբեր է, մենք քանի անգամ առիթ ենք ունեցել ասելու, որ մենք բավարար իմաստություն չենք ունեցել հասկանալու, որ պետքա գնալ շատ շտապ եւ շատ մեծ դիճումների, որպեսզի կանխենք այս արյունահեղությունը։ Բայց դա էլ հարց է, եթե մենք ունենայինք բավարար այդ իմաստությունը եւ համարձակությունը, դա ինչքանով ընդունելի կլիներ Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար, այս էլ առանձին ուսումնասիրության նույնիսկ թեմա է, լսում ձեզ։ Հիմա զոհերը չլինեին, բայց հողերը տանք, դուք խնդրում եմ։
նայեք, ես մի խնդրանք ունեմ ձեզ, որպես նաև տարիներ շարունակ իրար ճանաչող մարդ։ Դուք իրավունք ունեք այդ մեղադրանքները ինձ հնչեցնել, նաև լրագրող եք, հարց եք տալի։ Կարող եմ ես ձեզ նույն հարցը տալ հիմա։ Դուք ոնց եք կարծում 2020 թվականի հունվարի 1-ին պետք էր գնալ, ասել ես հողերը տալիս եմ, Ղարաբաղի անկախությունից հրաժարվում եմ եւ դրանով գնում ենք լուծման եւ պատերազմ չլինի, թե պետք էր գնալ պատերազմի եւ գրվել։ Խնդրում եմ ձեր անձնական դիրքորոշումը ասեք, ես հասկանամ։ Okay, ինչ կանեիք։ Կանեի այնպես, որ զոհեր չլինեն։ Այսինքն կտայիք հողերը եւ Լեռնային Ղարաբաղի անկախություն կոչվածից կհրաժարվեք։ Բայց ամենին ճանաչում։ Ես ձեզ որևէ բանում չեմ ներողություն։ Եկեք ճիշտ հասկանանք իրար։ Ես ձեզ բանում որևէ բանում չեմ մեղադրում։ Ուղղակի ինձ որպես անհատ հետաքրիր ձեր որպես անհատի դիրքորոշումը շնորհակալ եմ, որ ասեցինք, վաղը միսօր պետք կգա։ Համեցեք։ Վարչապետը մի քանի ամիս առաջ հայտարարեց Երկաթուղու կառավարման